Այսօր մենք միասին կգործենք այս գեղեցիկ նաշխը, որը կոչվում է զեֆիրկա, այն բավականին ծանր և հաստ գործվածք է, պայուսակները սրանով լինում են բավականին ծանր, բայց և միաժամանակ բավականին գեղեցիկ, և հիմա մենք կսովորենք, թե ինչպես գործել զեֆիրկա։ Հիմա այսպես այս հատվածում անում եմ անթել սյուն, այսպես, հետո թել եմ վերցնում, հետ եմ գնում առաջին հատի մեջով, այսպես անց եմ կացնում, այսպես ձգում եմ, սրանք ուղղում եմ, որ համաչափ լինի, ընդհանուր մեր հատերի քանակը հելունի վրա պետք է լինի 9 հատ, սրանք վերցրած հատերն են, սրանք ներսում չեմ հաշվում, հաշվում եմ միայն այս գործածը, դրանք այդ գործածները պետք է լինի 4 հատ, այսինքն ներսում մնացողը 5 հատն է լինում, այս վերցրած հատը մնում է ներսում, մի հատ նորից տալիս եմ, այսպես վերցնում եմ թելը, և այսպես նորից դնում եմ հելունի վրա և հետո նորից եմ թել վերցնում, այստեղ մենք ստացանք 3 հատ, 1, 2, 3, մեզ մնաց անել վերջինը, 4-րդը, այսպես մոտեցնում ենք իրար, այնուհետև թելը վերցնում եմ և անց եմ կացնում բոլորի միջով, այսպես ուղղում եմ, նորից անում եմ օդային հատ և այսպես առաջի հատվածը պատրաստ է, հետո մյուսը նորից անում եմ, քանի որ առաջին արել էինք այստեղ անթել սյունը, հիմա անում եմ այստեղ, հետո հետ եմ գալիս նորից այս հատվածը, այստեղ անում եմ անթել սյուն, արեցինք, նորից թելը վերցնում եմ, հետ եմ գնում, այստեղ նայում ենք, որ ամեն ինչ ճիշտ լինի, վերցնում եմ, այս հատվածով և այսպես նորից վերցնում եմ, ուղղում եմ, այս դեպքում տափակ պոլիէֆիրային շնուրով անընդհատ պետք է ուղղել, որպեսզի համաչափ ստացվի, կլորի դեպքում այդպես չի լինում, բայց կլորն էլ գեղեցիկ չի լինում, սրանով դժվար է լինում, բայց գեղեցիկ է ստացվում, այսպես ուղղում եմ և նորից թել եմ վերցնում, նորից դնում եմ, այսպես, այստեղ նորից ուղղում եմ, այսպես նորից հանում եմ, մենք այստեղ ստացանք 3, ստանում ենք վերջին սյունը, այսպես թել եմ վերցնում և նորից հանում եմ, այսպես, և անց եմ կացնում բոլորի միջով, այստեղ ուղղումները կատարում ենք, այնուհետև անում եմ մի հատ օդային հատ և վերջ, այսպես հաջորդը անում եմ անթել սյուն այս հատվածում, հետ եմ գալիս, մնացած հատերը վերցնում եմ այստեղից և այսպես մինչև շարքի ավարտ, հուսով եմ հավանեցիք և հեշտ կլինի այն գործել։